Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիլույս սեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր Հայաստանյա ցարակելական մեր Սուրբ Եկեղեցին կբանձացնե իշադագը Հիսուսի 12 առաքյալներուն եւ Սուրբ Բողոսի, որ կհամարվի 13-րդ առաքյալ։ Հիսուս փունչը այս աշակերտներուն վստահեցավ փրկության ավետարանի դարաձումը ամբողջ աշխարհի մեջ։ Զանոնք արաքեց, ղրգեց, անորամար գոչվին առաքյալ, ղրգված, եւ ըսավ կացեք, բոլոր ժողովուրդները ինձ աշակերտ դարձուցեք, սորվեցուցեք անոնց ինչ որ ցեզի բադվիրեցի եւ մգրդեցեք զանոնք հորը, որդին եւ Սուրբ Օքին անունով։ Եվ իսկապես առաքյալները Սուրբ Օքիով լեցված, անոնք որ սկիզբը վախկոտ էին, դարձան հզոր, Բողոսը որ հալածիչ էր քրիստոնեության, դարձավ դարածիչ եւ ամբողջ աշխարհը կացին ու փրկության ավետարանը դարածելով մարդոց ապաշխարության հրավիրեցին, ըսին դարձեք թեպի Աստված։ Սիրելիներ, ցեզի սկսած էի ընթերցել Շնուդա Բաբին, որ Ղբդի եկեղեցվո լուսամիտ հայրաբետներեն մեկ եղած է եւ նաեւ սրբաթաստված է այս վերջին շրջանին, անոր այս սկանչելի քիրքը թարգմանված արևելահայերենի Թարցիր առաստված։ Այսօր պիտի ընթերցեմ նոր գլուխ եւ վերնակրված է ինչ է նշանակում Թարց առաստված։ Այո, գրնանք հաջող կլսենք Աստուծո թարնանք, բայց ինչ կնշանակի Թարց առաստված։ Եկեք լսենք իմաստուն այս հայրաբեդի խոսքերը եւ այս խրատները մտի գնելով սիրելներ իսկապես մեր կյանքի մեջ կործատրենք, որովհետև եկեղեցու Սուրբ հայրերու քրությունները հոգևոր սնունդներ են մեզի մեր հոգին համար Սուրբ ավետարանի գողքին, Սուրբ Աստվածաշունչի գողքին։ Լսենք ինչ կսե Բաբա Շնուդան։ Ինչ է նշանակում Թարց առաստված։ Ամփոփ գերբով Թարց առաստված նշանակում է Աստուծո հետ քո սրդում իրական եւ անգերց հարաբերություն հաստատել։ Հարաբերություն ասելով նկատի չունեմ միայն գրոնին վերաբերող արտաքին նշաններն ու սովորույթները։ Շատերը կարծում են, որ Թարցն առաստված դա աղոթքի, ծոմաբահության, հոգևոր վարժանքի, ընթերցանության, հավաքույթներու ու երկրպագությունների մի ինչ որ ծրագրին հետևելն է։ Այո, այս ամենը լավ է, բայց արդյոք դրանք են փխում Աստծո հետ սրտանց հարաբերություններից։ Այս բոլոր նվիրումների մեջ կա արդյոք սեր առաստված թե ոչ։ Առանց սիրո եւ ի սրդե հարաբերության չես կարող դառնալ առաստված, որքան էլ աղոթես, ծոմբայես, ընթերցես եւ երկրպագություն անես։ Միայն Աստուծո հետ սիրո մեջ հարաբերությամբ է, որ այդ հոգևոր միջոցները զորանում են եւ գենսակորձվում։ Ուրեմն, այս զգացողությունն առաջին հերթին սրդից պետք է բխի եւ հետո միայն վերոնշյալ հոգևոր սխրանքները բնականորեն գհետևեն դրան։ Սիրելիներ, միայն աղոթելով, ծոմբահելով, մոմ վառելով, երկրպագելով, այդպես չէ որ մարդ Աստուծո դարձած կլա, այլ նախ գսե Բաբա Շնուդան ճշմարիտ սեր պետք է ունենալ Աստծո նկատմամբ եւ ինչ որ անենք այդ սիրո փխումը պետք է լա։ Ահա թե ինչու է Հովել Մարգարեի գրքում Աստված ասում դարձեք ինձ ձեր ամբողջ սրտով։ Հովելի Մարգարեություն 2-րդ գլուխ 13-րդ համար։ Գրքին Աստված ասում է իր ժողովրդին. դարձեք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմաբահությամբ, լալով ու գոծելով։ Ձեր սրտերը պատրեցեք եւ ոչ թե ձեր հագուստները։ Այո, դարձեք ձեր Տեր Աստծուն, որովհետեւ նա ողորմած եւ գթասիրտ, համբերադար եւ բազմողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար։ Հովելի Մարգարեություն 2-րդ գլուխ 12 եւ 13 համարներ։ Հետևաբար, գսե Բաբա Շնուդյան, բահանջվածն առաջին հերթին սրդի դարձն է։ Եվ այդ առաստված, դարձած, փշրված ու զղջումով լի սիրտն է, որից ստանում են իրենց ներուժը ծոմաբահությունն ու ապաշխարության արդյունքները։ Զարմանալի է, թե որքան մարդիկ են թիմում այնպիսի միջոցների, ինչպիսիք են ինքնազրկումները, հոգևոր վարժանքները եւ կանոնաբահությունը, բայց մոռանում Աստծուն, ում հասնելու պետք է ուղված լինեին այդ միջոցները։ Ճիշտ այն մարդուն պես, ով ողջ սրտով դրամատրվել է մի շարք սաղմոսներ գարտալու,
սակայն նա սրտնեղվում է, երբ չի կարողանում իր նպատակին հասնել, եւ ուրախանում է, երբ կարողանում է ավարտին հասնել այն, անկախ նրանից արդյոք որևէ հարաբերություն ունեցել է Աստծո հետ այդ ընթերցանության ընթացքում, թե ոչ։ Ոչ, այդպես չի լինում։ Սիրելիներ, բանը մենք մեզ քննենք իսկապես զննենք տեսնելու համար, որ ինչ տեսակ հարաբերություն ունենք Աստծո հետ։ Եթե միտքերից տրածենք, որ ամեն օր արդու որ արտնամ, գեշ ժամ աղոտ պիտենեմ, սաղմոս պիտի գարտամ 5 հատ, արավոտյան ժամերկություն պիտեմ, արավակալի ժամերկությունը պիտի ընթերցեմ, եւ եթե այդ օրը չլա գնեղանանք, որ ինչու չեղավ, բայց մտածենք, նույնիսկ եթե ըլլա, եւ ուրախանանք, որ հաջողեցանք եւ ամեն մարդ ուսենք, որ ես այս սաղմոսները գարտացի, ես ամեն օր նարեկ կգարտամ, ես ամեն օր այս կրեմ, բայց հարցում հետեւյալն է, այդ բոլորը գնես, բայց զաստված կհիշես, թե ոչ ինքնակովության գվերածվի այդ բոլորը, փարիսեցիներու ծևին գվերածվի, գտարնանք գեղձավոր փարիսեցի։ Փարիսեցիներն ալ սիրելներ, ամեն ինչ կնեին, բայց Աստծուց մերու էին։ Ահա այս է կարևորը, որ մենք Աստծո հետ իսկապես աղոթքին միջոցով գահաղորդվենք, գահաղորդակցենք Աստծո հետ, թե ոչ բարձրապես բարդականությունը ընելու սիրույնը, որ այդ բոլորը գնենք։ Սաղմոսներն ահրելի հոգևոր ուժ են ներառում, ունեն օրհնություններ, աստեցություն եւ խորը ներկործություն, սակայն պայմանով, որ դրանք փխում են Աստծո հետ հարաբերություններ ունեցող սրտից։ Արտարև, առանց այդ հարաբերության եւ առանց սրտի ըսկացողության թերևս կարող ես աղոթել, բայց նման աղոթքը կլինի անդարբեր, մտքի շաղվածությամբ եւ թափարումով։ Եթե աղոթում ես առանց հոգևոր ըսկացումների, առանց երանտի կամ հավատքի եւ առանց Աստծո ներկայությունը ըսկալու, ապա դա վերածվում է մի թադարք վարժանքի, առանց սրտի հետ փոխհարաբերության, որը դառնում է որևէ գշիր կամ արժեք չունեցող սովորություն։ Այո, սիրելիներ, եթե Աստծո հետ հարաբերություն չմշակենք եւ ամեն օր աղոթենք, ադիգա բարձրապես սովորության կվերածվի։ Ադիգա վարժության կվերածվի։ Ինչպես մարզանքի մեկը գվարժեցնե մարմինը, այդպես ալ հոգևոր մարզանք, բայց առանց Աստծո, առանց Աստծո հետ հարաբերելու։ Մարդը կարող է զոմբահել առանց Աստծուն տրանում մասնագից դարձնելու։ Գրնաս զոմբահել առանց Աստված մասնագից դարձնելու, առանց Աստված իշելու, առանց Աստծո հետ հարաբերության հաղորդակցության մեջ լալու։ Նման դեպքում մարդու ողջ ուշադրությունը բևեռված է փուն զոմաբահության, այդ թվում ուդելիքից հրաժարվելու եւ փուն ճգնության վրա, նաեւ տեսնելու թե որքան կկարողանա շարունակել այն։ Նա թերևս իր առաջ խնդիր է դրել չուդել քաղցեղեն կամ եփած գերագուր, կամ որոշել է բավարարվել միայն ջրով, հաց ու աղ ուդելով։ Եթե նա կարողանում է կատարել դա, ապա քոհանում է ինքն իրենից եւ իր զոմաբահության մեջ հաջողելու զգացողություն է ունենում։ Սակայն նման մարդու մտքով հավանաբար երբևէ անցած չլինի, որ զոմաբահությունը իրեն ընդամենը Աստուծուն մերձենալու միջոց է։ Մարդիկ կրնան սիրելներ այս բոլորը անելով հբարդության առաջնորդվել։ Սատանան կրնա հբարդացնել մարդս։ Եվ մարդը հբարդանա, որ տեսեք ես ինչպես զոմաբահություն կնեմ, տեսեք ես ինչ կնեմ։ Բայց սիրելներ, Աստված այդ բոլորը պետք է ծառայեն, որ մենք Աստուծո մոտենանք եւ ոչ թե ինքնակովությամբ ապրենք։ Արտարև, սիրտն այն հիմնարար մասնիկն է, որի միջոցով մարդու երկու տեսակներն են զադրոշվում։ Որոնք են այդ երկու տեսակները։ Գամ մարդիկ, որոնք սաղմոսներ գարտալով աղոթում են եւ դրանցով թևեր են դուրս հանում, չարվոքիներ են դուրս հանում, եւ գամ մարդիկ, որոնք նույն սաղմոսները գարտալով գարձես փնավել չեն աղոթում, քանի որ սրտով գապված չեն Աստծո հետ։ Ավելորդ է ասել, որ այդպիսի աղոթները աննշան ներկործություն են ունենում մարդու վրա։ Տեսնեք սիրելիներ, մարդիկ կան, որ գաղոթեն եւ չարվոքիներ դուրս գելեն, իսկ մարդիկ կան գաղոթեն, բայց ոչինչ չի բադայր, որտեւ սովորության վերածված է։ Թերևս մեկը կարող է ձոն բահել եւ դիրոջ ողորմության ու ներման արժանալ, ինչպես դա արեց Նինվեի ժողովուրդը։ Նինվեացիները Հովնա մարգարեի քարոզության վրա ապաշխարեցին։ Մինչդեռ մեկ ուրիշը կարող է ձոն բահել, բայց չստանալ այդպիսի օրհնություններ, քանի որ նրա ձոմաբահությունը ընդունելի չէ Աստծո կողմից, ինչպես Փարիսեցու դեպքում բադայեց, ինչպես արդեն ասի, գեղձավոր Փարիսեցին,
որ տաճար գնաց աղոթելու եւ ինքնակովությամբ սկսավ աղոթել։ Ուրեմն որոշիչ թերը սրդին է պատկանում եւ առաստված դարձը սրդանց պետք է լինի։ Դարձն առաստված նշանակում է նաեւ հաստատուն եւ մնայուն մի դարձ, ճշմարիտ դարձ։ Այդ դարձը պետք է անթարնալի լինի, քանի որ ոմանք պատկերացնում են, թե նրանք վերադարձել են Աստծուն, սակայն թեր ապրում են անգայուն կյանքով։ Օրինակ, մեկ օր նրանք կարող են խանդավառությամբ նվիրվել Աստծուն, իսկ հաջորդ օրը դարվել աշխարհիկ ցանկություններով եւ հաճույքներով, նոյան դաբանից արձակված ակրավի նման, որ քնում ու քալիս էր մինչև երկրի վրայից ջրերի ցամաքելը։ Ուրեմն Ծննդոց գրքի 8-րդ գլխի 7-րդ համարի մեջ։ Թույլ մի տվեք, որ ձեր դարձն առաստված լինի հանուն հadouk արիտների կամ զոմաբահությունների, կամ ձեր հոգևոր հոր որոշ հրահանգներին հետևելու, կամ ձեր մասնավոր ցանկությունների կամ հոգևոր վարժանքների, քանի որ այն առաստված դարձը կվերածի թեպի հեշտություն դարձի։ Երբ Աստծուն դառնալու ձեր մասնավոր պատճառը անցնի, դուք հեշտությամբ կվերադառնաք ձեր նախկին մեղավոր ընթացքին եւ դարձյալ կբաժնվեք Աստծուց։ Որքան կարևոր եւ իմաստուն խրատն է, որ գուտա մեզի շնոդա բաբը։ Գսե մեր դարձը պետք է մնայունը լա։ Ոչ թե օրինակ այս շաբաթ բակի շաբաթ է, հետևաբար բակը գբրնես ուդելիքի իմաստով, աղոտ կալ գնես, ծոմալ գբրնես, բայց վերջը եւ որ վերջանա ամեն ինչ հետ կվերադառնաս աշխարհիկ կյանքին։ Ադիգա Աստծո հաճելի չէ։ Դարձը ճշմարիտ եւ մնայուն դարձ պետք է լա։ Առաստված դարձի մասին կարելի է թասեր քաղել սրբերի պատմություններից։ Օրինակ, տեսնենք թե ինչպես Եթոբացի Սուրբ Մովսես Սևամորթի դարձը եղավ։ Ղբդիները սիրելներ ղբդի եկեղեցին, որ քույր եկեղեցի է մեզի, եւ բաբաշնուդան ինքը ղբդի եկեղեցվո, ուղափար եկեղեցվո հայրաբեդեր։ Մեծ Սուրբ բունին Սուրբ Մովսես Սևամորթը Մուսալ Ասուատ գոչվի։ Նա դարձավ առաստված իր ամբողջ սրտով եւ երբեք չվերադարձավ իր նախկին մեղքերին։ Իրականում նա շարունակապար աճելով իր հոգևոր կյանքում շատերի համար հոգևոր առաջնորդ եւ օրինակ եղավ։ Նույնպես եւ Մարիամ Եգիպտացին բորնիկ կիներ, սակայն եւ Երուսաղեմ դաջար եւ որ պիտի մտներ չգրցավ մտնել, Աստվածամոր բարեխոսությունը խնդրեց եւ ըսա որ գթարնամ եւ այլևս մեղքի չեմ վերադառնար, այլ դարձ կուննամ եւ իսկապես ալ դարձ ունեցավ Սուրբ Մարիամ Եգիպտացին եւ ամբողջ կյանքը սրբությամբ ապրեցավ։ Ուրեմն նույնպես եւ Մարիամ Եգիպտացին, Բեղակյան, Օգոստինոսը եւ շատ ուրիշներ եւ դարձան Աստված այլևս երբեք Տիրոջից չբաժանվեցին։ Ավելին նրանք բոլորը շարունակապար առաջադիմեցին իրենց հոգևոր աճի մեջ, ապաշխարության կյանքից անցնելով սրբության կյանքին։ Դարձն առաստված նշանակում է վերադառնալ նոր սրտով։ Այս մասին նույնինքն Աստված ասում է. նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ տնելու ձեր մեջ։ Եզեկիելի մարգարեության մեջ կսե Աստված 36-րդ գլխու 26-րդ համարի մեջ։ Մինչ Պողոս առաքյալն ասում է. նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, Հռոմեացիս 13-րդ գլուխ 2-րդ համար։ Ինչը նշանակում է նոր մտածելակերպի որդեգրում եւ հարցերի գշտատադում ըստ նոր արժե համագարկի։ Երբ Պողոս առաքյալը սկսեց արժևորել հոգևորը, մեղքը դադարեց որևէ աստեցություն ունենալու նրա վրա։ Այո, սիրելիներ, այսօր իր դոն է Պողոս առաքյալի։ Տեսեք, մեղավոր կյանքով գաբրեր, բայց ինք կարծե որ հավատացյալ էր, փարիսեցի էր որևէ։ Բայց եւ որ դարձավ մեղքեն, այդ ժամանակը սկսավ արժեքավոր ցևով ապրիլ։ Եվ թող դարձն առաստված իրականանած զոմաբահությամբ եւ սեփական անձի խոնարհումով, ինչպես Նինվեի բնակիչները դարձան առաստված։ Նրանք լսեցին Հովնան մարգարեի ահազանգը, թե քաղաքը 40 օրից գործանվելու է։ Հովնանի մարգարեություն 3-րդ գլուխ 4-րդ համար։ Սակայն չհուսադվեցին Տիրոջ ողորմածությունից եւ զոմաբահությամբ ու խոնարհությամբ դարձան առաստված։ Եվ այսպես ինչ արեցին նրանք։ Նինվեացի մարդիկ հավատացին Աստուծո պատկամին, բայցողություն հայտարարեցին եւ մեծից մինչեւ փոքր քուրց հական։ Լուրը հասավ նինվեացիների թագավորին, սա ելավ իր քահից, հանեց իր պատմուջանը, քուրց հակավ եւ նստեց մոխիրի վրա։
Այս մասին կգարտանք Հովնանի մարգարեության մեջ 3-րդ գլուխ 5 եւ 6 համարներու մեջ։ Եվ այսպես ժողովուրդը քուրց հագնելով սաստիկ աղաղագեց առ Աստված, դարձավ իր չարժանաբարից եւ փոխադարձաբար Աստված էլ դարձավ թեպի իրենց։ Նույն զոմաբաությունը ու սեփական անձի խոնարհումը տեսնում ենք Հովելի մարգարեության մեջ 2-րդ գլխու 15-17 համարներու մեջ, որտեղ Աստված է։ Տեսեք ինչ կսե Հովելի մարգարեության մեջ, ինչ կսվի։ Փող զարգեք Սիոնի մեջ, ձոմի օր նշանագեցեք, բաղադան կարոզեցեք, հավաքեցեք ժողովրդին, սուրբ ժողով կումարեցեք, ընտրեցեք ձերերին, հավաքեցեք գատնագեր երեխաներին, թող Պեսան դուրս գա իր սենյակից եւ հարս արակաստից։ Աստիճանների ու խորանի միջև դիրոջ քահանաներն ու բաշտոնյաները լաց կլինեն եւ գասեն. խնայիր դեր քո ժողովրդին եւ քո ժառանգությունը նախադինքի մի ընթարգիր, որ ասկերը դիրեն նրան, որբեսի եթանոստերը չասեն, թե ուր է նրանց Աստվածը։ Եվ դարձյալ նույն իրավիճակը մենք տեսնում ենք Դանիել մարգարեի ձոմաբաության եւ Տիրոջ առջև խոնարհման մեջ։ Մարգարեն ասում է. Ես երեսս դարձրի դեպի իմ Տեր Աստվածը, խնդրելու համար աղոթներով ու աղաչանքներով, բայեցողությամբ ու քուրց գրելով։ Դանիել 9-րդ գլուխ 3-րդ համար։ Կամ ուրիշ տեղը 10-րդ գլխու 2-3 համարներու մեջ կսե Դանիել։ Այդ օրերին ես Դանիելս 3 շաբաթ սուկի մեջ էի։ Լավ հաց չգերա, միս եւ քինի չմտավ իմ բերանը, յուղով չոծվեցի, մինչեւ որ վերջացան 3 շաբաթները։ Մարդու դարձն առ Աստված աչքի է ընկնում երանտով, բադկարանքով, չանաթիր վերաբերմունքով եւ լրջմիտ մոդեցմամբ։ Այն մարդը, ով Աստծուն է դառնում, անչափ երջանիկ է, ուստի եւ խանդավառ իր եւ Տիրոջ միջև հաստատված հաշտությամբ, ինչպես նաեւ ուշադիր որ դարձյալ անգում չունենա։ Սիրելիներ, իսկապես երբ կդառնանք, երջանիկ կդառնանք, ինչու որովհետեւ գսկանք, որ հորը հետ հաշտվեցանք։ Եվ այնպես պետք է ապրենք, որ չլավ ուշադիր լանք, որ հանգարտ չլավ որ դարձյալ անգում ունենանք, որովհետեւ սատանան միշտ պատրաստ է մեզ դարձյալ մեղքի առաջնորդելու, աշխարհին առաջնորդելու։ Նա նախկինում արդեն փորձառություն ունի, որ խնդիրներ առաջանում են մեղքին չափազանց հեշտ տրվելով եւ մեղքի հետ հաշտվելով, եւ որ սիրելիներ մենք մեզ մեղքին նվիրենք, այդ ժամանակ արդեն դժբախտաբար գինանք մեղքի մեջ։ Նա սովոր է, թե ինչպես այն ժամանակ, երբ անսկուշ է իր մտքերի ընթացքի նկատմամբ, այն շուտով իր սրտում վերածվում է զգացմունքի, իսկ հետո իր մեջ փրկվող ցանկության։ Ահա թե ինչպես է մեղքը սկսում դիրել մարդուն, դժվարացնելով ցերպազատումը դրանից։ Արդ հարգե ուշադիր լինել բոլոր մտքերին եւ զգացմունքներին։ Սիրելիներ, երբեմն չար միտքեր կան, չէ՞ մեր մտքի մեջ։ Ինչ պետք է անել։ Պետք է աղոթքով անմիջապես ծրել եւ ոչ թե առնել այդ ցանկալից միտքը, այդ չար միտքը եւ շոյել, փայփայել, մեծնել, որովհետեւ այդ ժամանակ մենք իսկապես մեղքի մեջ կինանք։ Իսկապես այդ միտքը, ցանկության միտքը գվերածվի մեղքի մեր մեջ։ Ադոր համար գսե հարգ է ուշադիր լինել բոլոր մտքերին եւ զգացմունքներին։ Ուշադիր պետք է լինել թե մեծ, թե նույնիսկ աննշան թվացող մեղքերի նկատմամբ։ Ճիշտ այնպես ինչպես ասվում է երկերկոցում. «Բռնեցեք փոքրիկ աղվեսներին, որ աբագանում են այքիները»։ Երկերկոց 2-րդ գլուխ 15-րդ համար։ Եվ հենց մեղքի մասին է, որ Սամոսում ասվում է. «Երանի նրան, ով գբռնի քո մանուկներին ու գխփի քարին»։ Սամոս 137-9-րդ համար։ Դա անելով մարդը քիչ բանի մեջ հավատարիմ կլինի։ Եվ այդ ուշադիր քննությամբ դու կարող ես ստուգել, թե որքան ես հավատարիմ Աստծուն քո դարձի ճանապարհին։ Եթե հեշտությամբ ես դրվում մեղքին եւ խստաբահանջ չես ինքդ քո նկատմամբ, ապա առ Աստված քո դարձի մեջ անգերց չես լինի, սիրտդ ներսից դգալ կլինի եւ այսպիսով անգումդ հեշտ կլինի։ Ճշմարիտ դարձն առ Աստված զորավոր է լինում։ Այդ դեպքում Աստված քեզ զորություն է շնորհում, որը գսկաս հոգեվոր կյանքիդ բոլոր ասպարեզներում։ Մի այնպիսի զորություն, որը գտա մեղքը հաղթահարելու, հոգեվոր կյանքում աճելու, ընկած վիճակից վեր գնալու ուժ, ինչպես որ նշված է Եսայի մարգարեի գրքում, նա քաղցածներին ուժ է տալիս, բայց ցավ չունեցողներին էլ դրդմություն։ Երիտասարդները քաղց պիտի ըսկան, անօթություն, մանուկները պիտի հոգնեն, քաչնդիր մարդիկ անզոր պիտի դառնան, իսկ նրանք, որոնք Տիրոջն են ապավինում, նոր ուժ պիտի ստանան եւ նոր փետուրներով զարդարվեն, ինչպես արձիվներ, պիտի վազեն,
բայց չպիտի հոգնեն, պիտի քնան, բայց քաղց անօթություն պիտի չզգան։ Եսայի 40-րդ գլուխ 29-31 համարներ։ Երբ հզոր Սամսոնը մեղանչեց, գործրեց իր ուժը, որովհետև Աստուծո շնորհն իրենից անչադվեց, բայց երբ Աստուծուն դարձավ, ուժը դարձյալ իրեն վերադարձավ։ Ուստի Աստուծուն դառնալու համար Տիրոջից ուժ խնդրիր։ Աստուծուն դառնալու համար ուժ խնդրեցեք, սիրելի հավատացյալներ, որը քեզ զորագից կլինի դարձի ողջ ընթացքում։ Խնդրիր նաև Սուրբ Հոգուց ուժ, որը կզորացնի քեզ բոլոր նախաձեռնությունների ժամանակ։ Ճիշտ այնպես, ինչպես հիշատակում է առաջին Սամոսում, ինչ էլ որ անի գահաճողվի նրան։ Արդար մարդը։ Առաջին Սամոս 3-րդ համար։ Ճիշտ այն ցաներ հիվանդի պես, ուժն ու գենսունակությունն արյան փոխներարգումից հետո արագ վերադառնում են, եւ որ հիվանդ մգա եւ արյունը փոխներարգեն իրեն սիրելեր, ամիջապես իր ուժը կգտնե։ Ճիշտ նույն կերպով Աստուծուն դարձող ապաշխարող մարդը գսկա Սուրբ Հոգու ներկործությամբ իրեն վերադարձող զորությունն ու գենսունակությունը։ Ուրեմն ամեն անգամ, երբ ինքդ քեզ դգար ես զգում, հայացքդ բարձրացրու թեպի վեր եւ ամենայն անգեղծությամբ Տիրոջն ասա. Ինչու եմ այդքան դգարացել։ Միթե մեղքերիս պատճառով շնորհդ լքել է ինձ։ Մենք այլևս չենք հեռանա քեզանից։ Դու պիտի փրկես մեզ եւ մենք քո անունը պիտի ոգեկոչենք դեր։ Սամոս 79:19-րդ համար։ Արդ ինչ գեղեցիկ է Սամոսը, որով եկեղեցին խոնարհությամբ օրհներկում է Աստուծուն։ Զորությունների Աստված, դարձիր, նայիր երկնքից ու դես, այցելիր այս որդադունգին եւ խնամք տար նրան, որին դնգեց քո աչը, նաեւ մարդու որդուն, որին դու զորացրիր քեզմով։ Սամոս 79:15-16 համարներ։ Արդյոք Աստված կվերադառնա եւ կխնամի այդ որդադունգը։ Եվ արդյոք Աստված ցանկանում է, որ մենք դառնանք թեպի իրեն։ Այո, Աստված կվերադառնա, երբ որ զղջանք, եւ Աստված գուզե, որ իրեն դառնանք, որբեսի բժշկե մեզ եւ հավիտենական կյանք առաջնորդե։ Ուստի եղբայրներ եւ քույրեր, այսօր առաքյալներու այս Սուրբ Դոնին օրը լսենք անոնց կոչը, որ մեզ կհրավիրեն դառնալ թեպի Քրիստոս, դառնալ թեպի Աստված, դառնալ թեպի Սուրբ Հոգին, դառնալ մեղքեն, դառնալ թեպի հավիտենական կյանք, որովհետեւ մենք կարողանանք սիրելներ սրբությամբ լեցվել եւ արժանի լալ հավիտենական կյանքին, որ Տերը խոստացավ տալ մեզի իր երկրորդ քալուստին։ Հետևաբար անգեղծությամբ ճշմարտորեն դարձեք եւ մշտական թողնա այդ դարձը։ Աստված ձեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավեր ձեր բոլորին։